Երբևիցե ինքդ քեզ հարցրել ես, թե ինչու են որոշ որոշումներ քեզ կաթվածահար անում, թե ինչու օրերով, շաբաթներով, իսկ գուցե նաև ամիսներ շարունակ հետաձգում ես դրանց կայացումը, չնայած որ հոգու խորքում հրաշալի գիտես քո անելիքը։ Մենք հաճախ դժվարանում ենք բաց թողնել այն պատճառով, որ դրա հետ մեկտեղ նաև ինչ-որ բան մեռնում է մեզանում։ Այն արժեքավորն, ինչ մենք գուցե մեզնից, մեր էությունից տարիներ շարունակ ժամանակին զոհաբերել ենք։ Այդ պահին դու դառնում ես մի ներդրող, ով չի ցանկանում ընդունել, որ իր բաժնետոմսերն արդեն վաղուց արժեզրկվել են, եւ որ պայքարն այլևս անիմաստ է։ Եվ ահա հենց այստեղ է, որ թերևս պետք է բաց թողնել։ Ոչ այն պատճառով, որ քո ներդրածն անարժեք է, այլ որովհետև քո վերահսկողությունից դուրս գտնվող որոշ գործոններ փոշիացրել են դրա երբեմնի ունեցած նշանակությունը։ Ուստի բաց թողնել չի նշանակում հանձնվել, այլ հասկանալ, որ պայքարն այլևս նպատակահարմար չէ, քանզի դրա դիմաց գուցե ստիպված լինենք վճարել նրանով, ինչն իսկապես անգին է։ Պետք է ժամանակին կանգ առնել։ Եվ հենց այստեղ է պահանջվում ոգու արիություն, ընդունելու իրականությունն իր բոլոր տհաճ դրսևորումներով եւ անակնկալներով, տեսնելն իրերն այնպիսին, ինչպիսին որ կան, առանց սախ լավ կլինի ավելորդ պատրանքների։ Ինչպես ասում են, որտեղ բարակա թող այնտեղ էլ կտրվի։ Մենք չենք ցանկանում ինքներս մեզ կերակրել քաղցր ստերով, այլ դառը, բայց բուժիչ ճշմարտություններով։ Եվ երբ բաց թողնես այն, ինչը գուցե վաղուց պետք է հեռանար, ապա դրանով իսկ ճանապարհ ես հարթում դեպի այն, ինչը սպասում էր քեզ ընդառաջ գալուն։ Միառժամանակ կգնաս դու գուցե դատարկ, բայց զորացած ձեռքերով։